Հունվարի 13-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին եկեղեցու վարչական, կանոնական, կարգապահական խնդիրներին առնչվող հարցեր, եկեղեցի պետություն հարաբերությունների եւ ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։ Ընդգծվեց, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն հուզող խնդիրները քննվում են եկեղեցական սահմանված կարգով համապատասխան կառույցներում ու առաջադրվում համարժեք լուծումներ։ Նշվեց, որ շրջանառվող ներեկեղեցական հակադրությունների թեզը արհեստածին է եւ նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Արձանագրվեց նաև, որ 2025 թվականի մայիսի վերջից իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ, ուղեկցվելով հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով եւ հոգեվորականների նկատմամբ բռնաճնշումներով։ Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հղեց հայ եկեղեցուն իրենց աջակցությունը ցուցաբերած հավատավոր ժողովրդին, ինչպես նաև կառույցներին եւ առանցին անհատներին, ովքեր օրինական քայլերով իրենց վճռական դիրքորոշումն են արտահայտում ի պաշտպանություն եկեղեցու իրավունքների։ Քաղաքականության մեջ եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն եւ անընդունելի համարելով Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի նկատեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ հայ եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություն է առաջ բերում ազգային կյանքում։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև իր մտահոգությունն արտահայտեց 10 եպիսկոպոսների որդեգրած պարակտիչ կեցվածքի հանրային ելույթներում Մայրաթորի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ հայտարարությունների ու մեղադրանքների առնչությամբ։ Ժողովականները խստորեն դատապարտեցին եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնված եւ անթաքույց հովանավորվող այսպես կոչված հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման ծրագրին, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, իրավապահ եւ ուժային կառույցների ներգրավմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։ Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց հոգևորականներին չտրվել հակաօրինական պարտադրանքներին եւ հավատարիմ մնալով իրենց կոչմանը առաջնորդվել բացառապես հայ եկեղեցու կանոնական կարգով։ Քննարկելով արկա իրադրության հաղթահարման ուղիները որոշվեց նախորդ տարեվերջին հրավիրված եւ ժամանակավորապես հետաձգված եպիսկոպոսատ ժողովը եւ աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում։